ընտրություններից առաջ բավականին լուրջ իրավիճակ էր քաղաքապաշտպանության համայնքում, մասնավորապես Մերձավան համայնքում կրակոցներ, մենք կրակոցների արդյունքում նկատեցինք, որ փաստացի նախաքննական մարմինը կալանավորել է ձեր մտերիմ շրջապատին, այդ թվում նաև ձեր եղբայրը։ Այդ ճնշումները ինչ-որ մի ձև ազդեցին ձեր հետագա քայլերի վրա, այսինքն փորձեցին ամեն կերպ զսպել կամ ասել, որ զգուշացեք, հետևանքները կարող են ավելի վատ լինել։ Ինչ որ կերպ ազդել է ձեր հետագա գործունեության վրա։ Ես կարող եմ հստակ պատասխանել, որ Մերձավան համայնքում մեզ բոլորը ճանաչում են շատ լավ, մենք երբեք կրիմինալ պատմությունների մեջ այստեղ չենք։ Ձեր եղբորն էին կարծում կրիմինալի եւ եղբայրը ընդհանրապես կրիմինալի եւ կապ չունի, կարամուտի բոլորս ընտանիքներում կան աշխուժտներ, բայց դա չնշանակում որ ինչ-որ կրիմինալի հետ կարան կապ ունենան, իսկ ինչ վերաբերում է կալանավորված, բայց ինձ թվում է քննությունը դեռ ընթացքի մեջ է, ամեն ինչ բացահայտվի, ամեն ինչ բացի։ Ազդել է դա ձեր հետագա պայքարին, ձեր հետագա համախմբվածության վրա, այսինքն ամեն ինչ փորձում են չէ անել այդ ճանապարհով, որ ասեն խելոք մնա, թե չէ այսպես է լինելու։ Ես նախ ինձ ոչ մի չի կարա սիրուս խելոք մնամ, թե չար մնամ, ես իմ տեսակով շատ հանգիստ եմ, եւ չեմ բանջոկի, որ կլինի դա իշխանական, չգիտեմով, չեն կարող ինձ ասել, որ ես այսպես ինձ պետք է պահեմ կամ այնպես, ես միշտ կորեկտ եմ պահում, ցանկացած վայրում, ցանկացած տեղ, իսկ ինչ վերաբերվում է ազդել թե չի ազդել, ես կարող եմ հստակ ասել, որ չի ազդել ոչ մի բան, ընդհակառակը էլ ավելի մարդիկ ժողովուրդը էլ ավելի դրամադրվածությամբ, ավելի ակտիվությամբ փորձել են աջակցել այս օրերի ընթացքում մեզ ճանաչելու հիմքը հենց այդ է, որ մեզ ճանաչում են չկան պլանավորվածների մեջ ու դա ինչ-որ չգիտեմ, ասես մարդկանց կողմից ինչ-որ պլանավորած կամ ինչ-որ չգիտեմ, սարքած մի իրավիճակ էր, որը ցավալի ինչ-որ ավարտվեցավ։ Այսինքն ըստ էության կրակոցները մարդկանց ավելի այսպես թափության բերեցին, որպեսզի կարողանան գան եւ ձեր կողքին կանգնեն այսպիսի իրավիճակ դուք զգացիք։ Որտեղ բնակիչները մեզ են ճանաչում, մյուսներն են ճանաչում, մեր անձյաններ գիտեն, մյուսների անձյաններ գիտեն, բոլորը շատ լավ ճանաչում։ Պարոն Գրիգորյանը հետաքրքիր է, էլի ընտրություններից առաջ, այսօրվա ընտրություններից առաջ դուք ձեր մտերիմների հարազատների հետ խոսեցիք, օրինակ կալանավորված ընկերների եղբոր հետ, իրանք ինչ ձեզ հորդորեցին, ինչ կոչ արեցին ձեզ։ Չհանձնվել։ Չէ, նրանք գիտեն, որ ես հանձնող տեսակ չեմ ու իմ շրջապատում չկան հանձնվողներ, բոլորս մի համոզելով պայքարում ենք հանրարդարություն։